Հարգելի գործընկերներ եւ այցելուներ, բարի գալուս GGRC վերարտադրողական կենտրոն, վայր որտեղ գիտությունը, փորձառությունը եւ հոգատար մոտեցումը միավորվում են մեկ մեծ կարևոր առաքելությամբ՝ աջակցել ընտանիքներին կյանքի կոչելու իրենց ամենամեծ երազանքը։ GGRC-ն հիմնված է ժամանակակից վերարտադրողական բժշկության բարձր չափանիշների վրա, յուրաքանչյուր զույգի առաջարկելով անհատական եւ մտածված մոտեցում։ Очень приятно, что вы заинтересовались бесплодием, потому что мы занимаемся бесплодием. Это infertility. И реально 15% в мире все-таки есть этот диагноз. И в Армении тоже, конечно же, приезжают люди, которые страдают от этой проблемы. И мы часто принимаем пациентов, у которых очень сложные ситуации. И очень рада, что мы можем помочь этим людям иметь своего собственного генетического ребенка. Մեր թիմը միավորում է բազմամյա կլինիկական փորձ, առաջատար տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, ապահովելով անվտանգ եւ վստահելի բուժման ամբողջական ընթացք։ Կենտրոնի առավելությունը այն է, որ բուժառուն դիմելով կենտրոն մի հղիության պլանավորումից միջ ծննդաբերություն կարող է կատարվել մեկ մասնաշենքում։ Եթե ունենք վերարտադրողական խնդիրներ եւ պլանավորում ենք հղիություն եւ ինչ-ինչ պատճառներով, որոնք կարող է լինել բազմապատճառային, տղամարդկային գործոն, կանացի գործոն եւ կենտրոնում հետազոտվում են անդրոլոգ, ուրոլոգի կողմից տղամարդիկ եւ կանայք գինեկոլոգի եւ ռեպրոդուկտոլոգի կողմից։ Հայտնաբերվում են այն հնարավոր պատճառները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ անպտղության եւ բուժումից հետո առաջարկվում է կամ ինքնուրույն հղիություն կամ հղիություն արհեստական ճանապարհով, инсеминация կամ ЭКО. Мы первая клиника ЭКО, которая получила ИСО в Армении. И мы сейчас занимаемся именно над теми деталями, чтобы получить FDA также, чтобы наши стандарты соответствовали и американским стандартам, и европейским стандартам. Это очень важно. Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր ճանապարհ յուրահատուկ է։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր դեպք մեզ մոտ սկսվում է ուշադրությամբ լսելուց, խորը հասկանալուց եւ անհատական լուծումներ ձևավորելուց։ Мы можем сказать о проблеме, мы можем подумать о том, что мы можем сделать с этими пациентами, какие технологии можно использовать. И все эти технологии на сегодняшний день у нас используются. И у нас очень хорошие эмбриологи, которые сертифицированы ЭШРЭ. И реально это очень важно. Мы используем также CO2 лазер, который, значит, для того, чтобы сделать безболезненно хетчинг эмбрионов, и это же не страшно. В Армении раньше делали механическую биопсию, поэтому очень часто всем говорят, что повреждается эмбрион, травматизация происходит. Здесь никакой травматизации нету, делается хетчинг, и практически эмбрион не повреждается с помощью биопсии. Важно, что мы начали заниматься онкологическими пациентами, и это очень важный прогноз того, что эти люди могут иметь своих биологических детей. Важно сделать банк спермы и также банк яйцеклеток, которые будут ждать своих родителей до того, как они победят над той болезнью, которая практически на сегодняшний день в 21 веке уже не проблема. Եթե կան այնպիսի խնդիրներ կանանց մոտ կամ արգանդը բացակայում է կամ ունենք այն տեսակ սիներգիաներ, կպումային process-ներ, որ ունակ չէ տվյալ արգանդում տեղադրել էմբրիոնը, հարկ է լինում փոխնակ մոր կարիքը կենտրոնում եւ կենտրոնը տրամադրում է նաև այդ ծառայությունը։ Այն զույգերը, ովքեր 2 տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու պայմաններում, եթե զույգի մոտ չի գրանցվում հղիություն, իրենք կարող են օգտվել պետպատվերի ծրագրից։ Պետպատվերի ծրագրից կարող են օգտվել առաջնային անպտղության դեպքում մինչև 40 տարեկան կանայք։ Երկրորդային անպտղության դեպքում, երբ որ տանը ունեն 1 զավակ, կարող են դիմել մինչև 36 տարեկան կանայք եւ 6 ինսեմինացիայի կամ ներարգանդային սերմնավորման փորձերից կարող են օգտվել մինչև 42 տարեկան կանայք։ Ուզում եմ նշել, որ արդեն իսկ կարող են դիմել նաեւ միայնակ կանայք պետպատվերի ծրագրից օգտվելու համար։ Կլինիկան գտնվում է Բեգլարյան բժշկական կենտրոնի մասնաշենքում, Աբովյան 56/4 հասցեում։
Վերարտադրողական կենտրոնի կարևորագույն բաժիններից մեկը էմբրիոլոգիան է, որտեղ ստեղծվում է նոր կյանքը։ Ձեզ ներկայացնեմ time-lapse տեխնոլոգիան, որի շնորհիվ մենք կարող ենք հետևել էմբրիոնի զարգացմանը վայրկյան առ վայրկյան։ Ինչպես է կիսվում, ինչպես է ձևավորվում, զարգանում եւ որ էմբրիոնն է ապահովում հաջող հղիության հավանականությունը։ Սառեցումը տեղի ունենում հեղուկ ազոտում եւ որևէ կենսական փոփոխություններ հետագայում տեղի չեն ունենում։ Երբ որ արդեն կինը պատրաստ է հղիության, այդ ժամանակ հանում ենք սառեցված էմբրիոնները եւ կատարում տեղադրում։ Կատարում ենք պունկցիա, ստանում ենք ձվաբջիջները, որոնք անցնում են հատուկ մշակման փուլ։ Մշակման փուլից հետո արդեն միկրոմանիպուլյատորի շնորհիվ ընտրում ենք ամենահաջող սպերմատոզոիդները, ամենաշարժունակները եւ դրանք ներարկում ենք ձվաբջիջի մեջ։ GGRC-ում մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր նոր կյանքի սկիզբը ծնվում է հույսից, իսկ մեր առաքելությունն է այդ հույսը վերածել իրականության։